Սրտի տանիքներով հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել երգչուհի Սոնան, ով զրույցի ընթացքում խոսել էր անձնական ու ստեղծագործական կյանքի մասին։ Star News-ը հետևել է զրույցին, առանձնացնելով կարևոր հատվածները։ Սոնայի և նախկին ամուսնու բաժանման պատճառը եղել է դավաճանությունը, որը երգչուհին այդպես էլ չի կարողացել ներել։ Շատ սիրել հասկացություն չկա ինձ մոտ, կամ սիրում ես, կամ չէ։ Իմ համերգներին իմ հանդիսատեսին միշտ ասում եմ՝ դուք միակն եք, որ ինձ չեք դավաճանել։ Երբ դուրս եկավ «Всё пройдет» երգը, ես լրիվ բաց թողեցի։ 3 տարի տևեց այդ շրջանը։ 6 ամիս գրել եմ իմ ալբոմը ստուդիայում։ Արև չէի տեսնում համարյա, գիշեր, արև, լույս, սաղ խառնվել էր իրար։ Աշխատանքս ինձ շատ փրկեց։ Ներելը շատ դժվար է։ Շատ մեծ, պինդ ու հզոր պետք է լինես, հոգևոր աշխարհդ պետք է ուրիշ մակարդակի մեջ լինի, որ դու մարդուն ներես։ Երբ որ անսահման սիրում ես, շատ բան կարող ես ներել, ինձ թվում է, բայց երբ բացահայտ հասկանում ես, որ օգտագործում են, այդ մեկը չէ։ Դա նշանակում է, որ ինքդ քեզ չես սիրում։ Իսկ տատիկս ասում էր, եթե քեզ չսիրես, դիմացինին հաստատ չես սիրի։ Ես չէի ուզում հին Սոնան լինել։ Ինքս ինձ ցավ եմ պատճառել, որովհետև այդ ֆիզիկական ցավով, ասում էի, կարող է հոգեկան ցավը դուրս գա։ Երգչուհին նաև նշել էր, որ բաժանումից և ծանր փուլից 3 տարի անց ինքը նոր սեր է գտել, ում հետ արդեն միասին է 16 տարի։ Շատ խնդիրներ կան, հարցեր կան, բայց կարևորը, որ մենք իրար մոտ կանք։ Ինքն էլ է ինձ օգնել, որ ես հասկանամ, որ չի կարելի ասել դա հնարավոր չի։ Սոնան էլ կյանքում չի կարող սիրահարվել, չի կարող սիրել։ Ինքը ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ։ Ինքը չի փորձում ինձ փոխել, շատ գնահատում է իմ հավատարմությունը ու շատ հարգում է իմ ընտանիքին, իմ հարազատներին։ Երբեք չի ասել, որ պետք չի երգել, պետք է այնպես ապրել, որ քեզ չմոռանան։ Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ նույնպես Սոնան անդրադարձել էր անձնական կյանքին, սկսելով իր զրույցը մանկության տարիներից։ Սոնան ասել էր, որ շատ ակտիվ երեխա է եղել, մայրիկի խոսքով ցունամի, եւ ըստ երգչուհու դա գալիս է նրանից, որ ինքը ընտանիքում առաջին աղջիկն է եղել ու ինքը շատ մեծ պատասխանատվություն է զգացել իր մյուս քույրերին պաշտպանելու համար։ Սոնան նշել էր, որ 17 տարեկանում Մոսկվա տեղափոխվելու եւ այնտեղ երաժշտական կարիերա ծավալելու որոշում է կայացրել, սակայն դրան դեմ է եղել մայրը, իսկ հայրը թույլ է տվել ասելով, որ վստահում է իրեն։ Երգչուհին անկեղծ խոստովանել էր, որ ժամանակին կոմպլեքսներ է ունեցել իր պեպենների հետ կապված, ինչի պատճառով ծաղրանքի է ենթարկվել նաև համադասարանցիների կողմից։ Սոնայի խոսքով կոմպլեքսներ է ունեցել նաև իր քթի տեսքի հետ կապված ու հաճախ մտածել է, որ այն ծուռ է։ Անդրադառնալով իր առաջին ամուսնության թեմային, Սոնան ասել էր, որ այդ ժամանակ ինքը կոմպլեքսներ չի ունեցել, սակայն հասկացել է, որ ինքը իր տեղում չէ։ Որովհետև ես հոգով երաժիշտ եմ, նենց տարբեր է Սոնան։ Շատ մարդիկ զարմանում են, որ տեսնում են, ես կարող եմ ուտելիքներ պատրաստել։ Ամուսինս բիզնեսմեն էր, ուներ շատ լավ մամա, պապա, ճարտարապետներ էին, շատ կիրթ, լուրջ մարդիկ էին ու այդ դաստիարակությունն էլ շատ բան սովորել եմ։ Ինքը այդքան չէր ուզում, որ ես երգելով գնամ, ասում էր ամեն ինչ կա, գումար կա, ինչի համար դու պետք է գնաս ակումբներում երգես։ Որովհետև ես այդ ժամանակ ջազ ակումբում էի երգում, ուղիղ չէ, կտրուկ չէ, բայց ամեն ինչ անում էր, որ ինձ պետք չի երգել։ Ամեն տարիքում տղամարդու մոտ ճգնաժամ է լինում, իր մոտ էլ եղավ երևի, ինքը հանդիպեց ուրիշ աղջկա։ Շատերը ասում են պետք է ներել, ում մոտ չի լինում, բայց ես չեմ կարող։ Կողքից իմ հարևաններն ասում էին հիմա պետք է գա անկապ ինչ-որ մեկն ու տիրանա այս ամեն ինչին։ Դու մի հատ խելքով մտածի, արժի դրա պատճառով դու այս ամեն ինչից զրկվես։ Ես կարող եմ ավելացնել, ես կարող եմ սկսել հաց ու պանիրից։ Ես չեմ կարող փնովել, որովհետև ինչ-որ մեկը կարող է աչք փակի հանուն երեխայի, հանուն ընտանիքի, հանուն հարստության, բայց իմ ուղեղը չի կարող անջատվի, դա Սոնան չի։ Թեմայի մասին խոսելիս երգչուհին խոստովանել էր, որ երբ առաջին անգամ իմացել է ամուսնու դավաճանության մասին, ինքնազգացողությունը վատացել է։ Տենց բան չի եղել իմ կյանքում, ոտքերս անգամ չենթարկվեցին ինձ ու ես իջա, ու Աստված ասաց հիմա ամեն ինչ լավ է, բեմի ժամանակն է։ Ընդգծել էր Սոնան ասելով, որ նախկին ամուսինն իրեն հորդորել է չբաժանվել ու նշել է, որ այդպիսով ինքը սխալ քայլ է անում, սակայն ըստ երգչուհու չի կարող լինել սեր առանց հարգանքի, իսկ նման դեպքում չբաժանվելը երգչուհու կարծիքով վախի դրսևորում է։
Վախերն են, որ տապալում են շատ հարցերում, ռիսկը պետք է քեզ մոտ լինի։ Իհարկե, ուզում ես պինդ թիկունք, ով չի ուզում, բայց դու չգիտես, թե կյանքը ոնց կարող է պտտվել։ Դու ինքդ առաջինը պետք է աշխատես, այդ վախը մի քիչ հաղթահարես, դա շատ դժվար է։ Ես մենակ չէի կարող լինել, ես ունեմ հզոր դիվիզիա։ Մարդը ընդհանրապես մենակ է, երբ կյանքը վերջանում է, բայց դա հետո։ Ընթացքում ինչպես կարող ես մենակ լինել։ Եթե փակվեմ, դա կարող է գնալ դեպրեսիաների, մերոնք ինձ ստիմուլ են, որ ես չթուլանամ։ Երգչուհին նաև նշել էր, որ ինքը մտածել է երեխա ունենալու մասին, սակայն լուրջ չի մոտեցել այդ հարցին, քանի որ երաժշտությունով է ապրել, միաժամանակ նշելով, որ արդեն 1-2 տարի է, ինչ մտածում է այն մասին, թե արդյոք պետք է, որ իր գենը ապրի։ Սոնան ընդգծել էր, որ ամուսնալուծությունից հետո իր մոտ սկսվել է դեպրեսիվ շրջան ոչ թե այն պատճառով, որ ինքը խենթացել է նախկին ամուսնու համար, այլ անարդարության պատճառով, ինչն էլ իրեն հասցրել է ինքնասպանության փորձի։ Աստծո կամոք Աստծուց հետո, եթե մամաս չլիներ, ես ձեր դիմաց նստած չէի լինի։ Դա գիտի մամաս եւ մեր հարևանը, ում տանն էր այդ ժամանակ մամաս։ Ես չեմ կարողանում ասել այդ պահին ինչ է կատարվել։ Ես մինչև հիմա ուզում եմ հիշել այդ վայրկյանը, որովհետև դա Սոնան չէր։ Ես միշտ դեմ եմ եղել, ես միշտ ասել եմ, դա ամենամեծ մեղքն է։ Բայց ես նստած իմ լոգարանում մի պահ անջատվեցի ու թվաց, որ ամեն ինչ սուտ է, այս կյանքը։ Մամաս սուրճը խմելիս ասել է Սոնայի հետ բան եղավ ու վազել է երկրորդ հարկ։ Դուռը բացում են ու չեն հասկանում։ Տեսնում են ձեռքերիս մեջ լրիվ արյուն ու ապակի ու տեսնում եմ, որ մամաս չոքեց դեմս, ասաց, եթե դու հիմա չբացես ձեռքերդ, ես չեմ ապրելու։ Սոնայի խոսքով ինքը այդ պահին խնդրել է, որ իրեն փոխանցեն իր մկրտության խաչը, իսկ դեպքից հետո 40 օր պաս է պահել։ Ամերան անցողիկ հատվածից կտանես այն կոմ որով չանցնեմ։ Չքերի տակնել են, Ну что, День города, мы в прямом эфире. Дамы и господа, ждем закат. Ждем. Причем, смотрите, сколько человек собирается потихонечку. А ведь и Санджа, это вот наику этого. Видео, new video clip. Эрехейк. Կասկադ նամեր Երևան տոննա այսօր 2805 հա ճիշտ եմ ասում 2805 երեխեք 2805 պատկասում եք ինչ հին ենք ես 2805 տարեկան եմ ծնվել եմ Երևանում 2805 տարի առաջ նայեք ինչ լավ եմ պահպանվել այ որ դուք էլ գաք Երևան մեր ջուրը խմեք մեր հողի վրա ծնվեիք, տենց կլինեիք։ Что-то со связью. Сегодня особенный день, день города Еревана, где я родилась. Снимается клип на песню «Ереван», а музыку и слова Рафаэля Туняна. Спасибо Витисян Холдинг за видеоклип, который именно сегодня снимается. Всей команде огромное спасибо. Моему бессменному стилисту Сержу Арутюняну, Серж Студио, Милане, спасибо Мэри, моей Джесси, всем моим родным и, конечно же, папе с мамой, которые меня родили в таком прекрасном городе Ереван. Это Каскад. Ждем закат.
С утра у нас съемки. Ждите новые видео. Песню Երևան, նոր երգ, Ժողովրդյան նոր երգա, որը կոչվում է Երևան։ Անակնկալ ունենք, որ նկարել ենք այսօր մի քիչ ստորիզներով կիսվեցի ձեր հետ։ Անակնկալը, որ մազից գույնա, համարյա ոնց ծնվել եմ այդ թվերի, սենց։ Ռժիկ Սոնան չի այսօր։ Ինչ ասեմ։ Սպասում եմ ես էլ անհամբեր վիդեոին, այսօր Երևանի տոնը մենք սենց որոշեցինք նշենք, որ նկարանենք նոր երգ, նոր տեսահոլովակ Երևան։ Ոգի հարազատ ինձ, քանի որ ծնվել եմ Երևան քաղաքում, ապրել եմ պատանի տարիներս ստեղ, անցկացնելով եւ հենց հայերեն լեզվով, մերսի երաժշտության ու խոսքերի համար Ռաֆայել Ալթունյանին։ Так, помахать могу. Это Ереван, день города. Нам сегодня исполнилось 2805 лет. С праздником, мои дорогие армяне и гости столицы. Все вышли отмечать праздник Ереван. Желаем процветания нашему городу. Солнечный, смотрите, какой день. Мира. Голубого мира. Небо над головой. Смотрите, шары еще летят. У нас были съемки на площади, где выпускались эти шары огромнейшие. Вон они летят, если вам видно. Это наш Ереван, Каскад. Приезжайте, самый красивый, солнечный, теплый, радужный, суперский город Ереван. А у нас съемки еще продолжаются. Обнимаю, целую вашу сона и ждите наш новый видеоклип на песню Ереван. Երևան, ինձ կամնես, սրտի, հուշել ես, որ տանես, Երևան, ուր էլ կնամ ես, պիտի գամ, քեզ մոտ մնամ ես, Երևան, իմ հին բարեկամնես, իմ սրտի, հուշել ես, որ տանես, Երևան, ուր էլ կնամ ես, պիտի գամ, քեզ մոտ մնամ ես։ Բոլորին ողջունում ենք այսօր։